Սիրիայում ավելի քան 1000 մարդ է զոհվել նոր կառավարության ու անցած տարեվերջին տապալված Բաշար Ալ-Ասադի հավատարիմ ուժերի միջև անցած շաբաթավերջից սկիզբ առած բախումներում, հայտնում է Մեծ Բրիտանիայում գործող իրավապաշտպան կազմակերպությունը։ Զոհերի թվում ըստ նույն աղբյուրի 745 խաղաղ բնակիչ կա։ Նրանց գերակշռող մասը Ասադին աջակցող ալավիների համայնքից էին։ 7 տարեկան տղայիս համար ուտելիք էի տաքացնում պատուհանի մոտ։ Հանկարծ բարձրահարկ շենքերից կրակոցներ արձակեցին։ Նրանք կրակեցին մեզ վրա։ Մի փամփուշտը դիպավ ձեռքիս, սկսեցի արյունահոսել։ Պատմում է Լաթաքիայի բնակիչը, քաղաքի շտապօգնության բաժանմունքի ղեկավարն էլ ասում է. Հարձակումը տեղի է ունեցել հիվանդանոցի մոտակայքում գտնվող շենքերից, դրանից մի քանիսը կիսակառույց ու լքված շենքեր էին։ Երևում է, որ հարձակվողները մտել են դատարկ շենքեր եւ կրակ բացել հիվանդանոցի վրա։ Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան 3 խաղաղության կոչ արեց, խոստացավ պատժել քաղաքացիական անձանց արյունահեղության մեղավորներին։ Նա միաժամանակ ոչինչ չասաց իր անվտանգության ուժերի մասին, որոնք ըստ տեսանյութերի կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ։ Մենք կանգնած ենք նոր վտանգի առջև, նախկին ռեժիմի մնացորդներն ու նրանց հետևում կանգնած արտաքին ուժերը նոր հակամարտություն սադրելու ու մեր երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձեր են անում։ Մենք չենք հանդուրժի տապալված ռեժիմի մնացորդներին, ովքեր հանցագործություններ են կատարել մեր զինված ուժերի եւ պետական հաստատությունների դեմ։ Նրանք միայն մեկ ընտրություն ունեն՝ անհապաղ հանձնվել օրենքին։ Ասադի իշխանության տապալումից հետո սա Սիրիայում ամենազանգվածային մահաբեր բախումներն են։ Մենք երբեք նման բան չենք տեսել ալավիների սպանությունների ցնցող տեսարանների մասին BBC-ին պատմել են սիրիացիները։ Բանյաս քաղաքի ալավիներով բնակեցված հայ Ալաքուսուրի բնակիչներն ասում են, փողոցները լցված են դիերով։ Ականատեսը պատմում է, տեսել է իրենց տներում սպանված ընտանիքների, ինչպես նաև առնաշաղախ կանանց ու երեխաների։ Որոշ ընտանիքներ փորձել են թաքնվել իրենց տների տանիքներին, սակայն չեն կարողացել փախչել։ Ալավիները Սիրիայի բնակչության մոտ 10%-ն են կազմում։ Երկրի բնակիչների մեծ մասը սուննի մահմեդականներն են։ Տապալված նախագահ Բաշար Ալ-Ասադը նույնպես պատկանում է ալավիական կրոնական շարժմանը։ Մենք ուզում ենք վերականգնել մեր երկիրը։ Մենք արյունահեղություն չենք ուզում ոչ մեր կողմից, ոչ էլ նրանց, քանի որ դա ոչինչ չի փոխի։ Կան մարդիկ, ովքեր շահում են պատերազմից եւ չեն ցանկանում, որ Սիրիան վերականգնվի։ Նրանք շահում են, մինչդեռ երկու կողմերի խաղաղ բնակիչները տուժում են։ Բայց մենք խաղաղություն ենք ուզում եւ ուզում ենք, որ մեր երկիրը վերականգնվի։ Այսօր Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե ռազմական գործողություններն ավարտվել են։ Գերատեսչության խոսնակը հաղորդել է, որ պետական հաստատությունները կարող են վերսկսել իրենց աշխատանքը, հավելելով, որ ծրագրեր ունեն շարունակել պայքարը մեջբերում նախկին իշխանությունների մնացորդների դեմ եւ վերացնել ապագա սպառնալիքները։ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ը Սիրիայի իշխանություններին կոչ են արել պատասխանատվության ենթարկել արմատական իսլամիստ ահաբեկիչներին։ Վաշինգտոնը միաժամանակ աջակցում է երկրի կրոնական եւ էթնիկ փոքրամասնություններին, ասված է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։ Եվրամիությունն էլ ընդգծել է քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքներում համաձայն միջազգային հումանիտար իրավունքի։ Իսկ Սիրիայի նոր իշխանության թիվ 1 դաշնակից Թուրքիան էլ կոչ է արել մեջբերում թույլ չտալ, որպեսզի նման սադրանքները վտանգեն խաղաղությունը։